Պարոն Դադունց, այս փոփոխության մինչև Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվելու փոփոխության պատմությունը կհիշեցնեք, նայել եք դուք։ Այն ժամանակ ինչ էինք ասում, երբ որ այս փոփոխությունը բերվում էր։ Այն ժամանակ եթե Երկրորդ հարցը, տեսեք, Սահմանադրական դատարանը արդեն ուժը կորցրած է ճանաչել կոնկրետ հատվածը։ Այսինքն չկա այս տեքստը այլևս։ Հիմա դուք բերել եք այդ տեքստը փոփոխելու։ Ոնց կարա փոփոխվի մի բան, որն այլևս չկա։ Այսինքն գուցե դուք ամբողջ հոդվածը պետք է խմբագրեք զուտ իրավական տեսակետից։ Երրորդ հարցը վերաբերում է հետևյալին։ Եթե չեմ սխալվում, Սահմանադրական դատարանը նախատեսել էր, որ իրավական անվտանգությունից ելնելով այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի երբանից հուլիսի, թե հուլիսի 1-ից, չէ՞։ Հիմա այս ընթացքում ինչ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դատարեցնելու որոշումների քվեարկության ժամանակ։ Ինչ կարգավորում է գործում։ Արդյոք այս ընթացքում եղել են դեպքեր, եթե ես չեմ սխալվում, ընդամենը 2 օր առաջ էր դատավորներից մեկի լիազորությունների դատարեցումը մերժվել կարգապահական։ Ինչ հարաբերակցությամբ էր այդ ձայները։ Հիմա այս իրավական տեսակետից ինչ ընթացք պետք է ունենան այս գործերը եւ նաեւ մի կարեւոր բան էլ, իսկ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, հաշվի առնելով նախկին կարգավորումը, այդ դատավորները իրենց իրավունքների վերականգնման հնարավորություն ունենալու են, թե չէ։ Պարոն Դադունց։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, հերթով անդրադառնամ։ Փոփոխության պատմությունը այն ժամանակ, եթե ճիշտ եմ հիշում, այս նախագիծը պատգամավորական, եթե չեմ սխալվում, եթե սխալեմ ներողություն, պատգամավորական նախաձեռնությամբ է ընդունվել, պատճառը այն էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշակի ժամանակ չէր համալրվում եւ կարգավորման խնդիր, եւ ըստ այդմ առաջարկվել էր այս ճանապարհով գնալ, եթե առնվազն 5 ձայն կա կողմ քվեարկելու, ապա Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ընդունվեն, որպեսզի Բարձրագույն դատական խորհրդում որոշումների կայացման առումով կոլապսային իրավիճակ չլինի։ Սա առաջին հարցի պատասխանը։ Երկրորդ հարցը, որ այն կապակցությամբ, որ եթե արդեն ուժը կորցրած է ճանաչել Սահմանադրական դատարանը, ինչու ենք փոխում, սա իրավական տեխնիկայի հարց է, մենք ուսումնասիրել ենք այս հարցը եւ կան մի շարք դեպքեր, երբ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա օրենքներում փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ 2015 թվականին վարչական դատավարության հետ կապված, 2020 թվականին հարկային օրենսգրքի հետ կապված, մինչ այդ ավելի հին որոշումներ ունենք։ Խնդիրը այն է, որ եթե մենք համարենք, որ Սահմանադրական դատարանը արդեն ուժը կորցրած է ճանաչվել, բայց ինկորպորացված չունենք այդ փոփոխությունը, իսկ այսինքն մենք պաշտոնական տեղեկագիրը օրենսգրքում փոփոխություն ինկորպորացնելու համար պետք է ունենա նախագահի կողմից ստորագրված օրենք եւ հետեւաբար մենք եթե բերենք նոր մաս ավելացնենք, կստացվի, որ տեքստում լինելու է եւ այն մասը, որը որ նախկին խմբագրությամբ է եւ նոր մասը։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը մասամբ է համարել հակասահմանադրական ճանաչել այս հոդվածը այնքանով, որքանով որ նախատեսում է ձայների այդ հարաբերակցությունը, հետեւաբար մենք տեխնիկայի առումով զուտ ուզում ենք, որ մաքուր տարբերակով այսպես կոչված օրենքում ունենանք այն կարգավորումը, որը ամբողջությամբ համապատասխանում է ՍԴ որոշմանը։ Երրորդ հարցի հետ կապված, այո, վերջնաժամկետը հուլիսի 1-ն է եղել, բայց Բարձրագույն դատական խորհուրդը առաջնորդվում է այն ընդհանուր կանոնով, ըստ որի խորհրդում որոշումները ընդունվում են ձայների, այսինքն ինքը համարում է, որ առաջնորդվելով Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ իր որոշումները ընդունվում են կոնկրետ այս դեպքում կարգապահականի որոշումները պետք է ընդունվեն 6 ձայն հարաբերակցությամբ, այսինքն այնպես ինչպես ասել է Սահմանադրական դատարանը։ Եվ ինչ վերաբերում է դատավորների գործի քննությանը, այո, այժմ Բարձրագույն դատական խորհրդում վերաբացվել է գործերից մեկը դատավորի, որը նաև այս գործի շահառուն է եղել եւ հիմա կրկին քննվում է Բարձրագույն դատական խորհրդում։ Արձագանք։
Ես ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում, պարոն Վարդանյանն էր հեղինակը, եթե չեմ սխալվում։ Եվ նաև երևի դուք, ես չգիտեմ, այնուամենայնիվ ես կուզենայի պարոն Վարդանյանն անդրադառնալ այդ հարցին։ Ես բնականաբար չեմ կարծում, որ դա ուղղակի падգամավորի նախաձեռնությունն էր, դա կառավարության խրախուսմամբ, նախաձեռնությամբ, բայց падգամավորի անունով ներկայացված նախաձեռնություն էր, բայց չափազանց կարևոր է, որպեսզի այս տիպի գործերը նաև դաս դառնան։ Այն ժամանակ մենք խոսում ենք սրա մասին, ես կարծում եմ դուք պետք է որ հիշեք, երբ որ ասում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդում նման ձևով իջեցնելը ձայների հարաբերակցությունը, պարոն Վարդանյանը եկավ։ Այս նախագծի հեղինակը դուք եք, չէ՞, ժամանակին, երբ որ Ձեզ են հարցնում, պարոն Վարդանյան։ երբ որ 5 անդամ եք առաջարկում։ Հիմա ձեր առաջարկն ժամանակ որ ասում ենք, ախր սա Սահմանադրության հետ խնդրահարույց է, խնդիրներ ունի, հավաստիացնում եք, որ չկա այդպիսի բան։ Հիմա Սահմանադրական դատարանը որ ճանաչել է Սահմանադրությանը հակասող 5 անձով որոշումներ կայացնելը, հա։ Հիմա դուք ինչ-որ բան զգում եք, պարոն Վարդանյան, կամ ինչպես եք պատկերացնում, եթե դուք չէիք կառավարության հորդորով էիք անում, այդ մարդիկ պիտի պատասխանատվության առաջ կանգնեն, թե չէ։ Հակասահմանադրական փաստացի կարգավորումը կյանքի կոչելու, այս ընթացքում մի շարք որոշումներ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունելու, հանրային միջոցներ ծախսելու, մարդկանց ստիպելու, որպես գնան իրենց իրավունքները պաշտպանեն։ Հիմա Սահմանադրական դատարան ճանաչեց Սահմանադրությանը հակասող, հիմա եկել ենք նորից փոխում ենք, որովհետև ի սկզբանե ձեր առաջարկը եղել է Սահմանադրությանը հակասող։ Պարոն Դադունց, երկրորդ մասով ես կարծում եմ լավ լուծում չեք դուք այստեղ տալիս, երբ որ այդ արտահայտություններն եք մենակ փոխարինում։ Լավագույն լուծումը կարծում եմ նա կլինի, որ այս կետ ամբողջությամբ նոր խմբագրությամբ լինի, որի դեպքում կխուսափենք այդ հարցից, արդյոք ինկորպորացիա արված է, արված չէ, պետք է արված լիներ բնականաբար, որովհետև հուլիսի 1-ից եթե չի գործում սա, չի գործում։ Այսինքն տեքստում, օրենքի գործող տեքստում չպետք է լինի այդ ձևակերպումը այլևս։ Հետևաբար իրավական տեխնիկայի տեսակետից առաջարկս լավագույն լուծման հետևյալն է, որ կետ ամբողջությամբ խմբագրի, որի դեպքում հարց չի առաջանա, արդյոք միայն այս նախադասությունը կամ այս բառերն ես փոխում, թե չէ, որը չկա։ Երրորդ մասով, տեսեք, ես լսեցի, եթե չեմ սխալվում, Վահագն Թորոսյան, չէ՞, դատավոր, որի լիազորությունների դատարեցման հարցը մերժվեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից, եթե չեմ սխալվում։ Բայց այնտեղ թվարկեց դատարանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը 4 անձի անուն, որոնք դեմ են քվեարկել։ Հիմա հարց է առաջանում, արդյոք գործում է այն կարգավորումը, որ 2/3-ից ոչ պակասով, որտեղ եթե կեսից ավելիով, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող ձեռնպահ քվեարկել, չէ՞, կողմ կամ դեմ պիտի քվեարկի։ Եթե 4-ը դեմ են եղել, 6-ը կողմ են ուրեմն եղել։ Այսինքն, եթե այդպես ուրեմն որոշումը պիտի ընդունված լիներ, եթե առաջնորդվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Ես առաջարկում եմ ձեզ այս հարցը մի հատ ուսումնասիրենք, հասկանանք ինչ է, որովհետև այն ինչ որ ես այնուամենայնիվ լսեցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի որոշումը հրապարակելուց 4 անուն հնչեց։ Քվեարկության ասվեց, որ մերժում է Բարձրագույն դատական խորհուրդը, դեմ են քվեարկել Թումանյան, Հարությունյան եւ Միազգանն էլ ասեց։ Ուզում եմ ասել, մի խոսքով ես 4 ազգանն եմ լսել, կարող է շատ են, ինչ եմ ասում, որովհետեւ սա սկզբունքային նշանակություն ունի հատկապես դատավորների իրավունքների պաշտպանության տեսակետից, այդ թվում նաեւ այն անձանց մասով, ովքեր որ մինչև հակասահմանադրական այս կարգավորումը փաստացի զրկվել են դատավորի կարգավիճակից 5 կողմ ձայների պատճառով ընդամենը։